Սակայն ինձ համար օրինակ անհասկանալի է ոնց կարող է ուղիղ եթերում իդենտիֆիկացված մարդիկ կատարեն նման հանցագործություն ու 4.5 տարի գործը բացահայտված չկարողանանք համարել։ Ուզում եմ ներկայացնեք նախորդ տարի ինչ արդյունքներ ենք ունեցել այս դեպքի բացահայտման ուղղությամբ։ Նշեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների հետ կապված վարույթը ըստ էության երբ ես հանդիսացել եմ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնն եմ զբաղեցել, այդ քննչական վարույթը քննվում էր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում եւ հենց սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարել եւ առաջին մի 1-2 ամսվա ընթացքում բազմաթիվ անձանց վերաբերյալ մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ այս պահին գլխավոր դատախազը հաշվետվության մեջ նաեւ նշեց, նաեւ արձագանքեց, որ արդեն իսկ ունենք մեղադրական դատավճիռներ։ Ես գիտեմ, որ անցած տարի նաեւ կոնկրետ Արադ Միրզոյանի մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ դրվագով մեկ անց կալանավորվել էր եւ դրա այդ մասով էր դատարան ուղարկվել, ներկայումս չգիտեմ դատարանում ինչ փուլում է գտնվում այդ քրեական վարույթը, սակայն թե քանի որ ես գիտեք, որ նախորդ տարի 1 ամիս եմ զբաղեցրել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը եւ հավաստիացնում եմ եւ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնից երբ որ ես ազատվեցի եւ զբաղեցրեցի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, այդ գործով նաեւ որոշակի ժամանակ նաեւ վերահսկողություն եմ իրականացրել, այդ թվում նաեւ Արադ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով, սակայն դրանից հետո նաեւ իմ համակարգման ներքո չի եղել ստորաբաժանումը, սակայն քանի որ ներկայումս ես հիմա զբաղեցնում եմ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, հավաստիացնում եմ ձեզ ներկայումս ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, ուզում եմ նշել, որ դրանով բազմաթիվ համակարգված եւ բազմաբնույթ մեծ ծավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացվել ազգային անվտանգության ծառայության կողմից առանձին հատվածներում անձանց անհատականացնելու, նույնականացնելու, կազմակերպիչներին եւ դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ է կատարվել ներկայումս ես ուզում եմ այնպես պատասխանեմ ձեր հարցին, որպեսզի նախաքննության բնականոն ընթացքին չխոչընդոտեն, ներկայումս հավաստիացնում եմ, որ այս շաբաթ հենց հիմա նաև այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարում է պլանավորումը անհետաձգելի քննչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք, որովհետեւ ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, հասկանում եմ, որ կարճ եք պաշտոնավորել նախորդ տարի, բայց ես պարոն Պողոսյանին չեմ հարցս ուղղում, այլ գերատեսչության ղեկավարին այս մասով, այսինքն հույս ունենանք, որ առաջիկայում ինչ-որ զարգացումներ ունենալու ենք, որովհետև այնտեղ տասնյակ մարդիկ են ներգրաված եղել եւ ցանկացած քաղաքացի կարող է տեսնել, էլի, քանի հոգու հաշվել եւ մի հոգու կալանավորումը դա կարելի ասել ծիծաղալի թիվ է եւ այս հարցերը մեզ ուղղում են ամեն օր մեր քաղաքացիները, որովհետեւ սա անպատժելիության զգացողություն է մարդկանց մոտ առաջացնում, ասում են դուք ձեր ազգային ժողովի նախագահային սպանողներին ուղիղ եթերում չեք կարողանում բռնել եւ պատժել, այսինքն հասկանում եք, որ սա խնդիր է, բայց ես ուրախ եմ, որ մենք առաջիկայում կունենանք արդյունքներ եւ հետագայում կարող ենք արդեն արձանագրումների մասին խոսել։ Շնորհակալություն արձագանքի համար, ես այո, դուք ճիշտ եք, իրավացի եք, մեզ համար գործերի մեջ, քրեական վարույթների մեջ իհարկե կարևոր եւ անկարևոր գործեր գոյություն չունեն, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործը նաեւ մեր առաջնահերթություններից է եւ իմ անմիջական հսկողության ներքո եւ իմ առաջնահերթություններից է եւ առաջիկայում դրանով արդյունք կունենանք, թե ըստ էության նաեւ մենք քննություն ենք կատարում կազմակերպիչների եւ հիմնական դերակատարների մասով եւ թե անմիջական կատարողների մասով հույս ունեմ, որ էությանը
Զզվացրիք թողեք արդեն իսկականից։ Ձեռեք արել է ժողովրդին։ Այո, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը անելու համար մեզ 3, 4, 5 տարի ժամանակ է պետք գալի։ 3 տարի ժամանակ է պետք եղել։ Հիմա մտել է ընթացքի մեջ այդ ապօրինի գույքը հատիկ ամեն ինչ վերադարձվելու է այս պետությանը։ Ու հիմա այսպես ջղաձգված եկել եք, փորձում եք ձեր լափածը թալանացա հետ բերեք։ Սենց ինչ-որ բան փորձում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության իշխանության ներկայացուցիչներին մեղադրել են բոլոր կերած բաներում ինչ-որ իրանք են արել։ Ով եք դուք ընդհանրապես։ Այո, վարչապետը ասել է լավ արե էլի անելու։ Մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու ով եք եղել ընդհանրապես եւ ուր եք գնում։ Հերիք էլա բոլ եղավարդը։ Հայ քեզ բան, մի հատ էստեղ Լևոն Քոչարյանն է, գալիս է բան դեմքով մարդու իրավունքների պաշտպանի դեմքի արտահայտությամբ ելույթներ է ունենում։ Լևոն Քոչարյանը մարդու իրավունքների փոքրիկ իշխանն է, լավ ասաց գործընկերուհիս։ Տղա ջան, ասեցի, բոլոր այդ հարցերից պատասխանները կգնաս հորդ կհարցնես։ Ինքդ քո մեջ կվերլուծես, ինչի ես եկես տեղ, ինչպես ես օգտագործվում եւ այլն, հետո նոր խոսանք մնացածի մասին։ Վերադառնալով մարդու իրավունքների առասարակ քննարկմանը, ընդդիմությունը ամեն մարդու հնարավոր բոլոր իրավունքները ասպատակում է ուղղակի։ Հիմա էլ ընկել են կրթվելու իրավունքի հետևից, նայեք, դաշնակները իրանց կոալիցիոն կառավարման ժամանակ օկուպացրել էին ամբողջ կրթական համակարգը, պատմության ֆակուլտետներ, դպրոցներ, պատմության գրքեր, որ թաքցնեին ժողովրդից իրենց իրական դեմքը, որ օրինակ իրանք Օսման դաշնակներ են, որ օրինակ հիմա իրանք Օսման դաշնակների հետնորդներն են, եկել են ստեղ ավարտին հասցնեն ըստ էության, ուրեմն Դավադիր, հələ հանգստացի դու մի հատ Թադևոս Ավետիսյան կամ Ավետիս Թադևոսյան, հանգստացեք ու իմ ելույթի ժամանակ ընդհանրապես տեղից խոսանք, չափերի մասին գնահատականը տվեք ձեր չափերը ցույց կտամ հեսա ես քեզ։ Անցնելով առաջ։ Հնարավոր բոլոր իրավունքները ցած փորձում են ոտնահարեն։ Կրթվելուց խոսում ես, գալիս ասում են, խանգարեցես Թադևոս Ավետիսյանը միտքս կտրվեց։ Հա, օկուպացրել էին ողջ, ուրեմն կրթական ոլորտը, որ իրանց էս դավադիր, դավաճան դեմքը թաքցնեն ժողովրդից, որ դրա քողի տակ ուրեմն իրանց քաղաքական նպատակներ իրականացնեն, կրթեն սերունդ, որը չի գալու իրանց հետևից, որովհետև չգիտի իրանք ինչ են արել։ Մենք եկել ենք, ասում ենք իրանք ինչ են արել, պատմության դասագրքերում գրելու ենք հայ ժողովրդի պատմության բոլոր դրվագները, որին որ պետք է հայ ժողովուրդը ծանոթ լինի, որպեսզի մենք ելնենք ուրեմն իրական փաստերից եւ ապրենք եւ մեր ապագան կառուցենք իրողությունների վրա։ Իրական Հայաստան կառուցենք, այո, սիրելի գործընկերներ։ Մյուս իրավունքը, որ ասպատակում են ուրեմն այս ընդդիմադիրները, օրինակ խոսքի ազատությունն է եւ լրագրողների իրավունքներն առասարակ։ Մի հատ թթու բառ ասես լրագրողներին, վա